Շարունակենք մեր դասախոսությունները օգոստոսի դարաշրջանի վերաբերյալ։ Գայուս Հուլիոս Կեսար, Օկտավիանոս Օգոստոս, Քրիստոսից առաջ 27, Քրիստոսից հետո 14 թվականներ, իշխանության անատոմիան, արտաքին քաղաքականությունը։ Մենք արդեն խոսել ենք ներքին քաղաքականության մասին, կայսրության կառուցվածքի մասին, մի թեթև հպումով այժմ էլի կանդրադառնանք ներկայսրական հարաբերություններին, ապա սահմանից անդին կանցնենք, կտեսնենք հռոմեացիները ինչպես էին վերաբերվում այլ ժողովուրդներին, իմասնավորի մեծ հայքին։ Եվ այսպես, կայսրությունը կառավարելիս հռոմեացիները մեկնարկում էին երկու տարբեր սկզբունքներից։ Առաջինը, որ այստեղ կան ժողովուրդներ, որոնք գտնվում են իրավաքաղաքական տարբեր հարթակներում։ Հռոմեական ազգի բարեկամ, հռոմեական ազգի դաշնակից, հռոմեական ազգի մունիցիպիա, ինքնակառավարում, հռոմեական ազգի պրովինցիա եւ այլն, եւ այլն։ Բայց առկա էր նաեւ մեկ այլ միտում։ Այդ միտումն ուներ համահավասարեցնելու, ուղղվածություն։ Այս միտումը Հռոմը դիտարկում էր արդեն իբրև բացարձակ արժեք, մնացածները կլիենտ խնդրարկու, ինչքան էլ նրանց տարբերությունները շեշտադրվում էին։ Ուրեմն ամեն անգամ որևէ պետության հետ, որևէ համայնքի հետ, որևէ պրովինցիայի հետ, որևէ դաշնակցի, որևէ բարեկամի հետ հարաբերությունները պարզելիս մենք այս երկու սկզբունքները պետք է համադրենք միմյանց, որպեսզի տեղի հասկանանք իրողությունները։ Եվ այսպես ասացինք, որ Օկտավիանոսը եւ ընդհանրապես իր շրջապատը շատ լավ հասկանում էին, որ կայսրությունը, տերությունը հռոմեական արդեն մոտեցել է իր բնական սահմաններին։ Մի կողմից Ատլանտյան օվկիանոսն էր, մյուս կողմից արևելքում Եփրատը, հյուսիսում Բրիտանիան էր, հարավում Եգիպտոսը, մինչև առաջին սահանքնգած տարածքները։ Այս հսկայական տարածքը, բավական սահմանափակ թվով ադմինիստրացիայով կառավարելու համար հարկավոր էին ճկուն ներքաղաքական գործողություններ։ Եվ մենք այդ հանգամանքին անդրադարձել ենք բավական, ցույց տալով, որ կային տեղեր, որոնք վտանգավոր էին Հռոմի համար, ասենք թե Հյուսիսային Աֆրիկայում, այնտեղ նրանք նոր պրովինցիաներ ստեղծեցին դիմադրությունը հարավից եկող բարբարոս ցեղերի նկատմամբ կազմակերպելու։ Ավելի վտանգավոր էր Բալկանյան թերակղզին։ Օկտավիանոսը այստեղ ստեղծեց 4 նոր պրովինցիաներ։ Դիմադրողականությունը կազմակերպելու, քանի որ Դանուբից անդին ընկած տարածքներից հարձակվում էին արևելագերմանական բարբարոս ժողովուրդները, նաև սկյութները, սարմատները։ Այստեղ ստեղծեց Դալմացիան, Պանոնիան, շատ կարևոր պրովինցիաներ էին սրանք, Իլիրիկումը, Նորիկումը եւ վերջում Ռեթիան։ Սկսեց քաղաքականություն վարել նաև փոքր Ասիայի շրջանում։ Այստեղ լարվածություն բևեռները թուլացնելու համար։ Եվ ընդհանրապես նա այս ամբողջ քաղաքականությունը, ինչպես նախկինում ասել ենք, Pax Romana, հռոմեական խաղաղություն էր, որ կառավարում էր ճկուն քաղաքականություն, կայունություն եւ բարեկեցություն։ Սրանից հետո Օկտավիանոսը ուշադրություն դարձրեց սահմաններից անդին գտնվող ժողովուրդների նկատմամբ։ Այստեղ նա մի քանի այսպես թույլ տարածման փորձեր կատարեց, որպեսզի իր ստեղծած այս համակարգը ամրացնի, կայունացնի։ Եգիպտոսից հարավ մինչև առաջին սահանքնգած տարածքներում, նա փորձեց առաջ շարժվել, քանի որ այստեղից էին գալիս ոսկին, ստրուկների մեծ քանակություն,
Բայց նրան դա չհաջողվեց։ Փորձեց նաև այսպես կոչված երջանիկ Արաբիայում ընդլայնել, քանի որ այստեղ գտնվում են առևտրական ուղիներ, որ գալիս էին հեռավոր արևելքից, Հռոմի եկամուտներն ավելացնելու համար, բայց այստեղ ևս հաջողություն չունեցավ։ Մյուս կողմից նա աշխատում էր իր քաղաքականությունը ակտիվացնել հռենոսյան սահմանների վրա։ Գերմանական ցեղերը անկառավարելի էին ըստ նրանց։ Ինքը Օկտավիանոսը որոշեց անցնել սահմանը, արդեն քայլեր կատարվել էին դրանից առաջ, եւ գերմանական ցեղերի մի լավ դաս տալու համար, բայց կատարվեց ճիշտ հակառակը։ Վարուս ժողովրդի գլխավորությամբ 2 լեգիոնից բաղկացած հռոմեական բանակը Տևտոբուրգյան անտառում շրջափակվեց գերմանների կողմից եւ կոտորվեց մինչև վերջին մարտը։ Գերմաներին առաջնորդում էր Արմինիուսը, որը նախկինում ծառայել էր Հռոմում, հասել էր մինչև տրիբունի մակարդակ, լեգիոնի հրամանատարի մակարդակին, հեծյալի հռոմեական դասի մակարդակին, բայց հետո անցել էր իր ժողովրդի կողմը։ Եվ սա արտակարգ մեծ խայտառակություն էր Հռոմի համար, Հռոմի հեղինակության համար։ Գերմանները, գերմանացիները առ այսօր այստեղ ստեղծել են մի մեծ համալիր, պատմական համալիր, կանգնեցված Արմինիուսի արձանը եւ ներկայացնում է, թե ինչպես են կոտորել հռոմեացիներին։ Սա մեծապես ազդեց գերմանացիների ազգային ինքնության հաստատման ուղղությամբ։ Այնքան ուժեղ էր այս բարդության լուրը, որ Սվետոնիուս պատմագիրը ասում է, անգամ երազում Օկտավիանոսը կրկնում էր Վարուս, Վարուս, ubi sunt legiones meas, Վարուս, Վարուս, ուր են իմ լեգիոնները։ Փորձեցին հռոմեացիները նաև Բրիտանիայում առաջ շարժվել, հատկապես Սկոֆիայի կամ Շոտլանդիայի ուղղությամբ, բայց դա էլ նրան չհաջողվեց։ Իսկապես, համոզում կար, որ արդեն կայսրությունը մոտեցել է իր բնական սահմաններին եւ ավելին տարածվել առայժմ չէր ենթադրվում։ Բայց թերևս ամենացավոտը հռոմեացիների համար արևելյան քաղաքականությունն էր, Եփրատ գետի երկայնքով ձգվող սահմանում։ Գալով իշխանության Օգոստոսը անընդհատ մտածում էր Կրասոսի ժամանակ 53 թվականին հռոմեացիներին հասցված այդ ստորացումը եւ 20-25 հազար հռոմեական զինվորների գերեվարումը եւ ստրուկի կարգավիճակում պահելը, այնուհետև 36 թվականի Մարկոս Անտոնիոսի զինվորների կոտորումը եւ մի մասին էլ գերեվարումը։ Եվ նա սկսեց բանակցություններ վարել։ Օկտավիանոսը սկսել էր արդյունքային քաղաքականության մեջ այլ մոտեցումներ ցուցաբերել։ Եթե նախորդ սերնդի քաղաքական գործիչները ամեն ինչ կապում էին պատերազմի հետ, ապա նա արդեն ուրիշ կերպ էր վարվում, հատկապես իր արևելյան հարևաններին, նկատի ունենալով, թե ինչ իրադրություն է այդ երկրներում, ինչ հոսանքներ կան այդ երկրներում, ինչ կառուցվածք ունեն այդ երկրները, ոնց կարելի է այստեղ տարանջատման, տերասերման բևեռներ գտնել կենտրոնական իշխանության դեմ։ Այսպես Օկտավիանոսը 31-30 թվականներին բարթև հրահատ չորրորդի դեմ հակագահ մի թագավոր բարձրացրեց։ Նրա շուրջը համախմբվեցին բավական մարդիկ։ 26-25 թվականին ուժեղ ապստամբություն բարձրացվեց, գահի տեխնացություններ կային։ Իհարկե սա էլ պարտություն կրեց, բայց լավ ցնցեց Բարթևական պետությունը։ Օգոստոսը գիտեր, որ Բարթևական պետությունը տարտամ է,
թույլ կապակցված, չկան ուժեղ պետական հաստատություններ, եւ այս բարագայում անգամ գահահաջորդման կարգը շատ վատ էր, եւ մանում էր որևէ մի արքա, նրանք հավաքում էին աշակունների տոհմը, ավականին բանակը եւ ընտրում էին նոր արքա առանց գահակալման կարգի։ Դրա համար անընդհատ բարթևական պետության մեջ գահի համար կռիվներ էին սկսում, գժտություններ կային։ Նա սա շատ լավ ընկալեց, որ բարթևական պետության մեջ երկու ուղղություն կա, քաղաքական, մեկը տափաստանի ուղղությունն է, դա ներկայացնում են իրենք բարթևները, սկյութները, սարմատները, դահերը, նրանք էին, որ երկու անգամ պարտություն մատնեցին հռոմեացիներին 53 եւ 36 թվականներին։ Եվ ամեն մի հաղթանակից հետո նրանք ավելի էին ուժեղանում եւ իրենց կամքը թելադրում թագավորին, հրա չորրորդին։ Բայց կար եւ երկրորդ ուղղություն։ Այդ ուղղությունը արևմտյան ուղղությունն էր, որը ձգտում էր սահմանները թափանցիկ դարձնել, առևտուր կազմակերպել, փոխանակություն կազմակերպել, փոխադարձ օգուտ, Սելևկիան քաղաքը, Նիկատորի կողմից հիմնված այս քաղաքը համարվում էր այս քաղաքականության կենտրոնը, Էդեսան, այդպիսի քաղաքներ կային, որոնք այս ուղղության կողմնակիցներ են, որոնք ուզում էին փոխանակություն, արհեստներ, առևտուր, օգուտ, այդպիսի հարաբերություններ։ Եվ այս երկուսի արանքում բարթևական արքան գտնվում էր, այսպես կարծես թե պատանդի կարգավիճակում։ Եվ Սարհատ չորրորդը որոշեց ընդառաջ գնալ հռոմեացիներին։ Բարթևների հետ հարաբերությունները կարգավորելու համար արևելք ուղարկվեց սկզբից Ագրիպպան, Օկտավիանոսի ամենամատերի մարդկանցից մեկը։ Մենք չգիտենք այդ բանակցությունների մանրամասների մասին։ Այնուհետև արևելք ժամանեց ինքը Օկտավիանոսը, էլի չգիտենք մանրամասների մասին։ Այնուհետև արևելք ուղարկեցին Տիբերիուսին, Օկտավիանոսի հոգեզավակին, կնոջ որդուն։ Սա եկավ արդեն պայմանավորությունները իմի բերելու համար։ Այստեղ մենք գիտենք, թե ինչպիսի պայմանավորություններ էին ձեռք բերվել։ Եփրատը ճանաչվում է երկու տերությունների սահման։ Բ. Հռոմեական բոլոր գերիները վերադարձվում էին Հռոմ։ Մյուսը հռոմեական լեգիոնների արծիվներն էին փոխանցվում։ Եվ չորրորդ կետը մեծ հայքի խնդիրն էր։ Երբ խնդիրը հասավ մեծ հայքին, այստեղ բացահայտվեց մի հետաքրքիր դեպք։ Բարթևները հոժարությամբ ճանաչեցին մեծ հայքը իբրև հռոմեական ազդեցության գոտի։ Այստեղ հայոց պատմության մեջ ձևավորվում է մի հետաքրքիր կազուս, որը Թակիտուսի բանաձևումի մեջ չկա։ Թակիտուսն ասում էր, թե կա երեք բևեռ, կան երկու մեծ տերությունները, Պարտևստանը եւ Հռոմը, մեջտեղում մեծ հայքը, որը կարող է եւի կամ ոչ ոչի հարաբերությունների մեջ մտնել դրանց հետ։ Բայց այստեղ բացահայտվում է մի նոր իրողություն, որ այս երկու ծայրաբևեռները, մեծ տերությունները կարող են գալ համաձայնության ի հաշիվ հայքի, ի հաշիվ մեծ հայքի։ Այս իրողությունը պետք է հետագայում կրկնվեր հայոց պատմության մեջ բազում անգամներ։ Բայց առաջին անգամ 20 թվականին, երբ երկու մեծ տերությունները համաձայնության եկան ի հաշիվ մեծ հայքի։ Տիբերիուսը եկավ Հայաստան, Պալատական հեղաշրջում էր տեղի ունեցել, Արտաշես II-ին սպանել էին եւ գահը հանձնել է Տիգրան III-ին։
Օկտավիանոսի քարոզչական մեքենան, սա ներկայացնում էր մեծագույն հաղթանակ։ Դրաններ էին թողարկվում, որոնց վրա գրվում էին, ներկայացվում են Արմենիա կապտա, Արմենիա ռեկապտա, Հայաստանը գրվված, Հայաստանը վերագրվված, իսկ դարձերեսին ներկայացնում են բազկատարած խեղճ ու կրակ Հայաստանը, որ օգնություն է խնդրում Հռոմից եւ Օկտավիանոսից։ Բայց դրան հակառակ մենք ունենք այս Տիգրան III դրամները, որոնց մեջ այս արքան ուրիշ բան է ներկայացնում։ Դիմերեսին նրա արծաթե դրամի գրված է Մեգալո Բասիլեոս Տիգրանու Թեո, մեծի արքայի Տիգրանի Աստուծո։ Դարձերեսին գրված է Ֆիլոպատրոս Կայ Ֆիլելանոս, սա բանաձև է։ Այն արքաները հելենիստական, որոնք օրինական ճանապարհով իրենց հորից ժառանգում էին իշխանությունը, այս բանաձևն էին օգտագործում։ Ուրեմն ինչ է ստացվում։ Տիգրան III-ը նաև Աստված է հռչակել։ Տիգրան III-ը հռչակել է, որ ինքը օրինական ճանապարհով իր հորից է ստացել այս իշխանությունը։ Ինչևէ, այս իրողությունը գժտությունների տեղիք չտվեց։ Եվ ընդհանրապես այդ ժամանակների վերաբերյալ հռոմեական հեղինակները քիչ են գրում մեծ հայքի մասին, մանավանդ նրա ներքին քաղաքական իրադարձությունների։ Սա կառավարեց մինչև 6 թիվը, ամենայն հավանականությամբ, երբ մահացավ իշխանությունը անցավ նրա որդուն, Տիգրան IV-ին։ Հետազոտողների մեծ մասը հակված է, որ դա կատարվել է առանց Հռոմի կամքը հարցնելու։ Տարօրինակ, որտեղ քիչ անց Հայաստանում երևում է մի արտավազդ հակագահ։ Բայց նրան շուտով այս Տիգրան IV-ը հեռացնում է ասպարեզից եւ իշխանությունը վերցնում է իր ձեռքը։ Դրանից հետո ըստ Տակիտոսի վկայության նա մեծ գանձեր եւ նամակ ուղում Օկտավիանոսին, խնդրելով ճանաչել իր իշխանությունը։ Օկտավիանոսը ասում է, որ ինձ մի դիմիր Գայուսին, նկատի ունի իր թոռը, որը շուտով կլինի արևելքում, բայց բանը դրան չհասավ։ Վայրի ցեղերը հարձակվեցին մեծ հայքի վրա, ամենայն հավանականությամբ Հյուսիսային Կովկասից եւ ամենայն հավանականությամբ հռոմեական դրդմամբ, եւ այս արքան ճակատամարտում զոհվեց։ Այս արդյունքով մոտեցանք 1 թվականին։ Ինչպես Օկտավիանոսը ասել էր իր թոռը, իր ժառանգորդը, իր հույսը իշխանության, ժամանում էր արևելք 20-ամյա պատանի։ Սա եկավ, սկսեցին նրան կծնել, շողոքորթել, նվերներ տալ, հա, եւ նա էլ այսպես ընդունում էր իբրև, ասենք թե, հա, իբրև բնական այսպես ժեստեր։ Նորից հանդիպեց Սպարթեվարքային այդ ժամանակ իր տարիքի մի երիտասարդ էլ Հրահատ IV որդին, Հրահատ 5-րդը կամ Հրահատ Ակներ, այո, եւ սկսեցին սրանք հանդիպել։ Վելոս Պատերկուլոս պատմագետը, որ Գայուսի շրջապատում էր, ապագա պատմագիրը, մանրամասն նկարագրում է, թե սրանք ոնց էին հանդիպում Եփրատի կղզիներում, ինչպես էին խնջույքներ, քեֆեր կազմակերպում, իրար պատիվներ տալիս, պատիվներ առնում, հայտարարում, որ աշխարհում կա 2 մարդկության մեջ, աշխարհում կա 2 մեծ ազգ, մեկը հռոմեացիներն են, մեկը պարթևները, հարկավ պարթևը գլխի չեն ընկնում, որ հռոմեացիների հետ հավասար ոչ ոք չի կարող լինել։ Վերականգնեցին Եփրատ իբրև սահման, հետո Հայաստանի հարցը եկավ մեջտեղ։ Իսկ ինչ ենք անում Հայաստանը, դա հասկանալի է, 20 թվին արդեն արել են։ Մենք մեր բարեկամությունը հաստատում ենք ի հաշիվ մեծ հայքի, որը հիմա արդեն արքա չունի։ Այս պայմանավորություններից, այս վերահաստատումներից հետո Գայուսը դանդաղ ընթացքով բարձրացավ
մեծ հայքի Հուսեյն շրջանները հարավից հյուսիս կողոպտելով, բայց նրան ասում են, որ հիմնական գանձերը այս պետության գտնվում է Արտագերս ամրացում, Արտագիրա, ինչպես իրենք են ասում, եւ դրանք տնորում է Ադոն անունով մի նախարար։ Սա եկավ Արտագերսի մոտ, տեսա, որ հաստ պատեր գրավել անհնարին բան է։ Ինքը չունի պաշարողական մեքենաներ։ Բանակցեց։ Ադոնը համաձայնեց դուրս գալ Բերդից հանդիպել Ագոստոսի Թորանը Գայուսին եւ բանակցել ապագայի վերաբերյալ։ Բայց կատարվեց հանկարծ մի տարօրինակ դեպք։ Ադոնը իջավ, սրախողող արեց Ագոստոսի Թորանը եւ հանգիստ մտավ իր Բերդը եւ փակեց դռները։ Հռոմ ճանապարհին այս երիտասարդը մահացավ։ Մարեց Ագոստոսի իշխանական հուսաշողը։ Ագոստոսը որևէ ձևով չարտահայտեց իր վերաբերմունքը հայերի նկատմամբ բացի մի դեպքից։ Իր հանրահայտ կատակում Ռեսկեստդիվի Աուգուստի Սրբազան Ագոստոսի գործք աշխատության մեջ հանկարծ հայերի մասին ասում է gens disgestendum et rebellendum ծեղ անկայուն եւ ապստամբ։ Իշենք, որ Պոմպեոսը իր ամբողջ քաղաքականության մեջ մեծ հայքի նկատմամբ ցույց էր տալի մի քաղաքականություն, որ նա մեծ հայքը եւ հատկապես նրա մայրաքաղաքի բնակիչներին ճանաչում էր իբրև պոպուլուս ասկ քաղաքական հռոմեական սանդղակով ամենաբարձր մակարդակի, իսկ սա Օկտավիանոսը հայերին իջեցնում է ցեղի մակարդակի։ Հիշեցնենք, որ ըստ Ցիցերոնի ցեղերը չունեն կայուն պետական հաստատություններ, օրենքներ, մշակույթ, գրության համակարգ։ Նրանց հետ հնարավոր չէ բանակցել։ Դրանից հետո Օկտավիանոսը որոշեց, որ մեծ հայքը պետք է ինչ անել, կառավարել իր կլիենտների ձեռքով, ուրեմն կլիենտի կլիենտ էր դառնում մեծ հայքը։ Տեսեք ինչ հետաքրքիր կերպափոխություն է կատարվում։ Եվ նա որոշեց այստեղ իր քաղաքականության գործիք դարձնել Ատրպատականի արքաներին։ Սկզբից Հայաստան ուղարկվեց Մար Արիոբարզանեսը կառավարելու համար, որտեղ նրանք մայրական կողմից Արտաշիսյան էին, բայց սրանք շուտով սպանեցին։ Աղբյուրները չեն ասում ինչու, երբ, ինչ պատճառով։ Դրա փոխարեն ուղարկվեց մյուսը, Արտավազդը, Մար Արտավազդը, քիչ անց սա թողեց Հայաստանը եւ փախավ։ Սկզբում աղբյուրները որևէ տեղեկություն չեն տալիս այս մասին։ Օգոստոս Օկտավիանոսը որոշեց, որ Հայաստանը պետք է պահի իր իշխանության ներքո մի հրյա արքայազնի ձեռամբ, որի մայրը էլի սերում էր հայկական միջավայրից։ Եվ սա ժամանեց մեծ հայք, մի քիչ մնաց այստեղ, թողեց եւ փախավ, հեռացավ երկրից, հրաժարվեց այս երկրի արքա լինելուց։ Սա ինչ դիմադրություն է, աղբյուրները մեզ համարյա ոչ մի բան, հռոմեական աղբյուրները չեն տալիս մեզ, միայն հրեական պատմագիր Հոսեփոս Ֆլավիուսը իր հրեական հնույթների մեջ վերում է այսպիսի մի նախադասություն։ Պարթևստանում կառավարում էր Վոնոն անունով մեկը, որ հռոմեական դրածոն էր։ 6 թվականին սա եկել հաստատվել էր գահին հռոմեացիների օժանդակությամբ։ Բայց չգիտեր պարթևական սովորույթները, պարթևական օրենքները, պարթևական արքունի էտիկետը, հարաբերությունները ժլատ էր։
Արքայական որսին չէր մասնակցում, խնջույքներին, խրախճանքներին չէր մասնակցում, իսկ դրանք շատ կարևոր էին, որ հիերարխիան հաստատելու եւ վերահաստատելու դիտանկյունից։ Թեպետ սա հրահատ չորրորդի որդիներից էր, հա, բայց ոչ մի պարթևական բան իր մեջ չկար։ Եվ 12 թվականին սրան դուրս արեցին Պարթևստանից։ Արտաբան անոնով մեկը, որը միայն մարիական կողմից էր արշակունի, սրան դուրս արեց։ Եվ ռոմեացիները որոշեցին, որ նա պետք է կառավարի Հայաստանում։ Հայաստանը անդերուն չէր։ Sine rege Armenia erat։ Հայաստանը անդերու չէր այդ ժամանակ։ Բայց հայերը հավաքված նպատի շուրջ, ասում է Հովսեփոս Ֆլավիուսը, հայ մեծամեծերը հարել էին այս ֆոնոնի հակառակորդ Արտաբանին։ Մենք մինչև վերջ սկզբից չէինք հասկանում սրա բովանդակությունը։ Հոյ պերինի ֆատոն ջոնատոյ Արմենիոն Արտաբանոն պրոստիտենտայ։ Սա ինչ է։ Նպատի շուրջ հավաքվում են հայոց աշխարհաժողովը։ Ուրեմն սա հաստատութենական մերժում էր։ Հայերը հավաքվել էին նպատի մոտ, որը ղեկավարում էր սկզբից արքաները, մեծամեծները եւ համադասային, հա, համաժողով էր եւ մերժեցին, չգաս Հայաստան։ Քեզ չենք ընդունում։ Վերադառնում ենք այսպես երակետային դիրքին, ով էր Ադոնը, որը իրավունք ուներ բանակցելու, որը պահել էր գանձերը երկրի, հետազոտողները հակված են մտածելու, որ սա հազարապետն էր։ Սա կարծես թե ուղի է նախանշվում, հասկանալու այն բոլոր փոփոխությունները, որ կատարվել էին այս տասնամյակի ընթացքում, արքունիքում սպանել են, արքունիքից դուրս են արել։ Ուրեմն սա հայոց ավականու դիմադրությունն էր։ Նրանք չունեին արքա, մեծ հայք արքա չուներ, բայց ամեն ոք նախարարներից կատարում էր իր գործը, հազարապետը, սպարապետը, կարող ենք ենթադրել, թագադիրասպետը, սենեկապետը, գլխավոր քուրմ եւ մյուս։ Սա ունիկալ երևույթ է հայոց պատմության մեջ։ Չունեն արքա, բայց հայոց ավականու երկու թևերը միացյալ են։ Բայելու իրենց պետական սուվերենիտետը, պետական անկախությունը, չտեսնված, չլսված։ Այս դրությունը շարունակվեց մինչև 18 թվականը եւ Պոնտոսից Հայաստան բերված թագաժառանգ, որ մարական կողմից Արտաշիսյան էր, Զենոնը թագադրվեց, իսկ ապա ռոմեական զորավար Գերմանիկոսը եկավ Արտաշատ եւ նրա գլխին կապեց ապարոր դիադեմը, որը մենք ինչպես ասել ենք, դա միջազգային ճանաչման, միջազգային սուվերեն ճանաչման սիմվոլներ, խորհրդանիշներ։ Այսպես, հələ տեսեք, 20 թվականից սկսած արքաներն են դիմադրում, ապա արքաներից հետո եւս 20 տարի դիմադրում է հայոց նախարարները։ Եվ նրանք հասնում են հաջողության։ 18 թվականին Քրիստոսից հետո։ Սա մի հետաքրքիր իրողություն է։ Կանգ առնենք այստեղ։